Երեխեք արագացեք, ուշանում ենք, անհարմար է։ Հեսա վերջացնում ենք, պապ։ Դու ծրարից տեղյակ ես։ Մի անհանգստացի մոտս է։ Ու ինչ խղճով եք ինձ թողնում տանը գնում։ Մաքուր։ Չէ, դա շնորհք է։ Գոնե դու շնորհքից մի խոսա։ Ասենք որ գնացիք, չեն ասելու, սրա կինը ինչի չի եկել։ Նախականջի տող արա, մենակ քո հետ կարան սրայով դրայով խոսեն։ Եվ երկրորդ, ավելի լավ որ առանց քեզ եմ գնում, ավելորդ բեռից ազատված եմ։ Արամ, դու ինչ խղճով ես գնում։ Լավ էլի, մամ։ Լսեք, դուք ընտանիք եք, թե հավաքածու։ Չափավորի։ Բերանդ փակ պայի։ Արագացրեք Արամ։ Սենց ասեմ, չվայելեք, ավելին հարամ լինի, մի բան լինի տուն գաք։ Չես համաչում, մամ ջան։ Ամաչեք դուք, մերի չփոշմանես։ Չհասկացա մերին ինչ կապ ուներ։ Շատ ուղիղ, արդարացումներ չլսեմ էլ, վերջ զզվեցի գնացեք, հա ստեղից մաքրվեք։ Շնորհակալ եմ, որ եկար Սոր ջան։ Ես եմ շնորհակալ, որ ինձ հրավիրել եք։ Ես շատ կցանկանայի որի տանել։ Խնդրում եմ մի շարունակեք։ Մորս մահը ինձ համար էլ չեմ մարսում։ Ես ինձ մեղավոր եմ զգում, այնպես որ եկեք չխոսենք մորս մասին։ Շնորհավոր։ Ես շատ կուզեի, որ Անգելինաս Հենրիս կողքին գտներ իր երջանկությունը։ Ուրեմն իրենց վիճակված չլինաս լինել։ Երևի, եթե վերուստ վիճակված չի, որ պիտի միասին լինեն, ինչ ուզում ալինի։ Նույնիսկ սերն է անզոր։ Ո՞ւտը։ Ամեն դեպքում ես ուզում եմ, որ իմ աղջիկը երջանիկ լինի։ Անգելինան առաջին իսկ րոպեից իմ սիրտն ամտելու, ես իրան վերաբերվում եմ որպես իմ հարազատ աղջկա ու վստահ եմ, որ դու դրանից չես նեղվում։ Բացարձակ։ Չէ՞ որ ես գիտեմ, որ ես Անգելինայի միակն եմ։ Շնորհավորում եմ։ Նոյի նման տղա ունենալը մեծ հպարտություն է։ Դու ճիշտ ես։ Նոյի իմ ուժն ու հպարտությունն է։ Թող երջանիկ լինեն։ Բայց հարսանեկան արարողությունից ու մեղրամսից թող շուտ վերադառնա, որպեսզի ես անազատության մեջ նորից չհայտնվեմ։ Սոշան, երբ իմ նոյը մի գործի է կպնում, մինչև վերջ գնում է, նա կիսատ չի թողնում իր գործը։ Շատ ավելի լավ, ուրախ եմ։ Դե լավ, հերիքա։ Սպասենք հարսնոփեսան գան, առաջ ենք ընկել։ Բայց ոնց որ ուշանում են, հա։ Դե չի կգան։ Շատ ես չարացել իմ դեմ։ Արժանի չես։ Իսկ Միքայելը արժանի չէր, որ ոտքերը մաքրեց մեր սիրո վրա։ Վերջում ինչի արժանացավ քո մեծ սիրուն, ամուսնացար իր հետ։
Օրվա հերոսները կարծես թե մեզ մոռացել են։ Ես էլ զանգարում եմ, չեն պատասխանում, անհանգիստ եմ։ Կարող է ուզում են մեզ անակնկալ անել։ Մեզ հավաքել են այստեղ, իրենք էլ ամուսնացել ու գնացել են Մեղրամիս։ Չեմ կարծում, որ Անգելինան տենց բան կաներ։ Ինչ անենք, արդեն ուշ է։ Դե հա, արդեն պիտի եկած լիներ։ Անգամ Զաքսի արարողությունը պիտի արդեն ավարտված լիներ։ Mən zանգեմ նային։ Չէ, չի վերցնում։ Ես շատ անհանգիստ եմ։ Պետք չի ժամանակից շուտ անհանգստանալ։ Վիկա, մի հատ էլ զանգի։ Անդադար զանգում եմ, չի պատասխանում։ Կարող է գնանք այնտեղ, որտեղ իրանց ֆոտոսեսիան էին անում։ Ես հիմա մարդ կուղարկեմ իրաց ետևից։ Ալո։ Անգելինա ջան, բալես դուք որտեղ եք։ Ալո, Անգելինա։ Ուր եք, ինչի չեք գալիս։ Ինչ ես խոսում։ Ավակ։ Ինչ է կատարվում այդտեղ։ Վիկտորիա ջան, ինչ էր ասում։ Թող հեռախոսը նույնիսկ տա։ Չի կարող։ Նոյը Նոյը ինչ։ սպանել են։ Չես իջնում։ Ինչի։ Ուզում ես դու նստես։ Չէ, աղբես, լավ է։ Ես որ նստելու լինեմ, ուրիշ կնստեմ, այդ մեկը չի։ Դե ուրեմն սուս մնա հալալ։ Այ աղբեր, իջի։ Այդ ձինիշ մեղավորա, որ Անգելինան ամուսնանում է։ Ինչ ես ծանրացել այդ ձիու վրա։ Լսի, հալալ կարող է իջտեմ գլուխդ ջարդեմ։ Տզեց արա։ Երկարատև դադարից հետո էլ ես քո հալալն եմ։ Ուխ։ Որովհետև հասկացա, որ ինձ ավելի մոտ կանգնած մարդիկ են թիկունքից խփում, քան դու։ Աղբերս, քեզ ես նեղված տենում եմ, ես էլ եմ շատ նեղվում։ Դու իմ համար ընկեր չես, դու իմ համար աղբեր ես։ Ուրեմն սովորի, որովհետև աղբորդ այսենց կյանքից զզված ու կոտրված ես տենալու։ Այդ քո համար չի ընկեր ես, դու կյանքով լի ուրախ տղա ես։ Անգելինան քո իմացած ուրախ տղուց հալալ, բան չթողեց։ Դե այ աղբեր, հոմենակ մեղադրելով չի, դու ամուսնացար։ Լավ, ես որ ամուսնացա ու սխալ գործեցի, ինքը ինչի ա կրկնում։ Որովհետև դուք միասին լինելու հնարավորություն այլևս չունեք։ Հալալ սուս մնա ու մի խոսա։ Դե, ոնց օգնեմ քեզ, աղբեր ես։ Ես այնքան վատ եմ, որ ինձ օգնել չի լինի հալալ։ Մենակ այն միտքը, որ Անգելինան այսուհետ ուրիշինն ա լինելու ինձ սպանում ա։ Երևի միջև ես պահը հոգուտ խորքում մտածում էր, որ կարող եք միասին լինել, չէ։
Եթե նույնիսկ միասին էլ չէինք լինելու, գոնե կիմանայի, որ ինքը ուրիշինն էլ չի։ Ճիշտ չեք վարվում դուք, բոլորդ ճիշտ չեք վարվում ինձ հետ։ Մի օր բոլորդ պատժվելու եք դրա համար։ Առանց ինձ հարսանիք եք գնում, հա? Ոչինչ, ես ձեզ կստիպեմ սղճալ բոլոր այս նվաստացումների համար։ Էլ չեմ ասում, որ դու արդեն պատասխան ես տալիս, սոս, սիրելիս։ Աղջկատ հարսանիքին ես մասնակցում, ինքդ էլ այդ մասին չիմանալով, սա քեզ համար իսկական պատիժ է, ավելի լավ պատիժ ես չէի կարող մտածել քեզ համար, քան կյանքն է մտածել։ Ինչ լավ է եկա, Լեդի Զոն, գոնե այստեղ նյարդերս հանգստացան։ Ես մեռակ ես ասել, որ այդ գործից հրաժարվի, իսկ դու ինչ ես լսում։ Հիմա ով գա ասի աղբորս դեմ ոչ մի բան մի արա, որ չդատվի, պետք է հրաժարվեմ, հա? Դրես, բայց ոչ բոլոր գործերի մեջ պետք է մտնես։ Ինչ եղավ, Արտաշ Սարգսիչ։ Սարսափելի է, բայց իրականությունը այնքան դաժան է, որ ստիպված ենք հավատալ։ Մենք նկարվում ենք Իվելիշ, պետք չի։ Ես բանեցի, ես ոչ մի բան չկարողացա։ Փառքաս, որ քեզ չեն վնասի բալս։ Ահա որը։ Ալո։ Լսում եմ լսում։ Երբ է եղել։ Չհասկացա։ Ոնց է եղել։ Լավ։ Աստված վկա, ես քո մահը չէի ուզում։
Անկախ նրանից, որ դու անցել էիր սոսի բանակարդը։ Բարի ախորժակ։ Մերսի շատ։ Ահա, մենք էլ շատ սոված ենք, ուտենք, որ շուտ մեծանանք, հա? Հենիներ կա։ Փաստորեն իմ հետ լավ չի, հա, ջան։ Հենիներ կա։ Լավ, արի փորձենք, տեսնենք կպատասխանի, թե չէ։ Երևի շատ զբաղված է։ Չի գալու Հենին։ Վստահ եմ, որ մեզ շուտով կմիանա Հենրին, բայց արի հիմա հաց ուտենք, հա։ Այստեղի ուտելիքները շատ համեղ է։ Ոայ հուր է սորի վարո։ Այ աննորմալ կամած ձի խրտեց։ Ուրեմն գեր չթողած զյումասն ես մտածում, հլարի բան եմ ասում։ Հալալ քեզ ինչ եղավ։ Լավ կանես իջնես ձյուց։ Հա ինչ ա եղել։ Ապել լեզուս չի պտտվում, Մարկու աչքով նայ։ Դուր լտուտենա։ Ոնց թե։ Նույն սպանեցին իմ աչքի առաջ իմ հարսանիքի օրը մեր հասկանում ես։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Մարդիկ ուղղակի գազան են դարձել։ Ինչ պիտի արած լիներ ինքը, որ իրան սպանեին։ Մի փորձի ես սարսափի մեջ տրամաբանություն գտնես բալես։ Բարի բալես, արի գնանք նստել։ Սավակն ուր մնաց։ Ցածարտուն ճանապարհին հատացավ, ցածավակներ գնաց հիվանդանոց։ Մենք էլ գնանք, տեսնենք ինչ ենք անում։ Ես հիմա փաստաբան փաստորեն չունեմ։ Ձեզ եթե ինչ-որ օգնելու բան լինի, ասեք։ Շնորհակալ եմ։ Կզանգեք։ Ով է սրա հետևում կանգնած։ Հուսամ կպարզեն։ Ում էր պետք երիտասարդ տղայի մահը։ Երևի որպես փաստաբան ինչ-որ մեկին խանգարել է։ Մրսում ես անգել։ Հա։ Ծածկվի։ Գոհա մի հատ տաք թեյ 10 խմի։
Բերեմ թե բալես։ Ես կբերեմ։ Հենրի։ Մամ, ես գիտեմ, որ դու Անգելինայի հարսանիքին ես գնացել, դրա համար եմ զանգել։ Այ տղես սուս մի հարցրու։ Այդ ինչ ահավոր բան ա եղել, ոնց ա եղել, ինչ ա եղել, ոնց ա Անգելինան։ Շատ վատ է երեխան։ Հասկացա, դե լավ, ես էլ եմ հենց հիմա գալիս։ Չէ, Հենրի, ոչ մի դեպքում չգաս տեղ լսում ես։ Եղավ լավ, մամ, արդեն գալիս եմ։ Աղբերս կարողա չպետքա գնանք։ Հալալ չեմ կարա չգնամ, Անգելինային պետքա տեսնեմ։ Հա, բայց որպես ով։ Որպես մարդ։ Իր համար շատ սրտացավ մարդ։ Ցավում եմ։ Շատ եմ ցավում։ Սենց դաժանություն սպանելով, երեխուս հարսանիքի օրով, չգիտեմ ինչ ասեմ։ Սրանք թաղել են իրանց խիղճը։ Ես նրան գտնելու եմ իմ ձեռքով եմ խեղդելու։ Ոստիկանները կգտնեն և կպատժեն հանցագործին։ Անպայման։ Ոչ, դա իմ անելիք գործն է։ Ոչ մեկ իրավունք չունի խառնվելու այնտեղ։ Նա, բայց հիմա խնայեք ես։ Խնայեմ ինչի համար։ Ինչ կյանք ունեմ ես սրանից հետո, իմ որդի սպանվելուց հետո։ Այո, շատ սարսափելի բան ա տեղի ունեցել, բայց խնայեք ես Արտո ջան։ Իմ նոյը, իմ տղես, ինքան անելու բան ուներ դեր։ Նա ինձ թորնիկներ պետք է նվիրեր, հասկանում ես էդ։ Թորնիկներ։ Արտո, բժիշկ։ Իրոք շոկի մեջ եմ, Միքայել, ափսոս ես ջահել տղայր։ Հա, իրոք որ երիտասարդ խելացի լավ փաստաբաներ տնասում էր պետք իր մահը։ Այդ տղա ջան ռիսկային գործեր էր վերցնում, իսկ ռիսկային գործերը իրանք ծանր հետևանքներ ունեն։ Բայց ես կարգի վտանգավոր։ Հա, Միքայել ջան, այդ կարգի վտանգավոր է։ Լսի ես քեզ մի բան ասեմ։ Ինքը շատ ինքնավստահ էր, չափից ավելի ինքնավստահ։ Ու գիտես ինչից էր ոգևորվում էր իր հաղթանակներից։ Այնինչ այդ ինքնավստահությունը բերեց այս տեսակ վախճանի։ Դա երևի հենց այդ էր պատճառը, որ մեր գործերը հենց իրան էր վստահել։ Հա, հենց դա էլ ստիպել էր։ Ես դրա համար իրան վերցրեցի, իր այդ նպատակասլացության համար։ Ափսոս էր, լավ տղա էր։ Հա, Միքայել ջան, հարսանիքի օրով խեղճին սպանեցին։ Ես էլ լավ կլինի գնամ Արտոյին տենամ ախպեր, գնամ ցավակցեմ։ Գեր մարդ էլի։ Ես հիմա վստահ եմ, թորդ գնացել է նոյի արդեն այրի դարձած կնոջը սփոփելու։
Չեմ բացառում։ Բտուղ ծառացելու չի։ Սաղարվում է քեզ համար եղբերս։ Ես ինչ ամոբ է խայր դու։ Գնանք դուրս։ Գնանք խաղանք։ Արի կլինի դու գնա խաղցի։ Ես մի քիչ հետո կգամ, հա։ Դե վազի։ Վազի գնա խաղա։ Ասի քեզ օգնեմ։ Երեխու հետ եկա, ուզում էր ձեզ տեսնել։ Հենրին էլ էր ուզում տեսնել, կարոտել էր, բայց երևի տանը չէ, այսօր իր համար շատ ծանր օր է։ Անգելինայի հարսանիքն է։ Բայց դու տեսար երեխեն ոնց է կավից գրկեց։ Քաղցր ամով երեխա է։ Տեղյակ չես, փեսային են սպանել։ Ինչ փեսը։ Անգելինայի ամուսնու։ Այսինքն։ Դե այսինքն որն է, Հենրին կգա քեզ ամեն ինչ կբացատրի, ես գնամ երեխայի հետ խաղամ։ Հենրին հիմա ավելի շատ կվազի Անգելինայի հետևից, բայց ես այդ թույլ չեմ տա։ Այս վիճակը չեմ կարա հանդուրժեմ։ Հալալ չես իջնում։ Չէ, ախպերս, ես դες բաներից լարվում եմ։ Ես մեքենայի մեջ կսպասեմ, լավ է։ Չեմ հասկանում այսքանից հետո ոնց ես ոտք դրել մեր տուն։ Ես եկել եմ, որ ուրախանաս։ ինչ ես տենց բաներ ասում տիկին Վիկտորիա։ Ես ոնց կարամ ուրախանամ կատարվածի համար։ Գնա մեր տնից։ Հենց հիմա։ Արի Հենրի, արի մենք գնանք։ Մամ, ես եկել եմ, որ Անգելինային տեսնեմ։ Տեսար։ Հիմա գնա։ Ինչ ես տենց ասում Անգել։ Ես ցավ եմ ապրում կատարվածի համար։
Աննա Բագրատովնա, վերցրեք ձեր տղային ու դուրս եկեք ստեղից։ Որի տղես։ Մամ, մի րոպե։ Ինչ ես պետքա վախկոտի պես փախնեմ։ Ինչ եմ արել, իմ մեղքը որն է։ Դու եթե գոնե մի փոքր հարգանք ունենայիր մեր ընտանիքի հանդեպ, չէիր գա։ Գնա։